Սուրբ Հոգին Սուրբ է եւ Սուրբերին սրբագործողն է։ Սուրբ Հոգին բնությամբ սրբություն ունի եւ այնքան մեծ է իր սրբությունը, որ նրանք, ովքեր մոտենում են, մերձենում են Սուրբ Հոգուն, սրբագործվում են։ Եվ Սուրբ Հոգուց է սրբագործում, իսկ սուրբերը իրենք բնությամբ սուրբ չեն, այլ բոլոր սուրբերն են եղել են մեղավոր ծնունդ, չէ, Ադամի սերունդն է, ադամական մեղքով ծնված, բայց քանի որ նրանք ձգտել են ու փափագել են սրբության, Սուրբ Հոգուց սրբագործվել են։ Ինչ է առանձնահատկությունը սրբության կամ սուրբերի։ Ոչ թե մեզանից տարբեր մարդիկ են նրանք, մեզանից լավն են կամ վատն են, չէ, լավի վատու տարբերության խնդիր չէ, ձգտման խնդիր կա։ Անկեղծ փափագն ու նվիրումը դեպի առաստված, ոչ թե իրանք ձգտում են սուրբ դառնալու, չէ, չէին ուզում սուրբ դառնալ, ոչ էլ ձգտում են կատարելության, ուղղակի ձգտում են Աստծուն, պարզ հասարակ, ուզում են Քրիստոսին իրենց սրտի մեջ ունենալ, փափագում էին այդ սրբությանը, անկեղծ սրտով, եւ Աստված էլ ինչ որ դու փնտրում ես, տալիս է քեզ։ Օրինակ, Անտոն անապատականը 16 տարեկանում, մինչև 20 տարեկան մի անգամ եկեղեցու մեջ քարոզ է լսում։ Եթե ուզում ես կատարյալ լինել, գնա վաճառիր քո ունեցվածք, դու աղքատելից արի ետևից քո խաչ վերցրու։ Անմիջապես գնում է, ամեն ինչ վաճառում, աշխում է աղքատներին եւ գնում է անապատ։ 20 տարեկանից 15 տարի միայն մի քարանձավ գերեզմանում է ճգնում, 35 տարի էլ խորին անապատում։ Երկար ճգնությունից հետո, արդեն շատ երկար ճգնությունից հետո 55 տարեկանում նոր աշակերտություն է մնում, երկար է ապրում Անտոն անապատականը։ Եվ մինչև կյանքի վերջը սրբությամբ, աղոթքով, ճգնությամբ անցկացնում է կյանք։ Երբեք նրանից մեծ խոսքեր չեն եղել։ Մենակ խաղ, հանգիստ խոսքեր, բայց մեծ սրբություն։ Հիմա հայոց եկեղեցում կան սուրբեր։ Այդ սուրբերը հայազգի սուրբեր են, աստվածաշնչյան սուրբեր են եւ համաքրիստոնեական սուրբեր են։ Աստվածաշնչյան սուրբերը մենք գիտենք, դրանք մարգարեներն են, առաքյալներն են, հին ուխտի, նոր ուխտի, հին կտականի, նոր կտականի, սկսած Ադամից մինչև Քրիստոսի օրերը, մինչև Ղազարոսը, Մարթան, Մարիամը, Քրիստոսի բարեկամները, Յուղաբերկանայք, առաքյալները, Պողոս առաքյալը, Պողոսի աշակերտները, այսինքն աստվածաշնչյան սրբերը ավարտվում են առաջին դարով։ Դրանից հետո գալիս են եկեղեցու հայրերի շրջանը, այսինքն առաքյալների հետևորդների, առաքելական հայրեր են կոչվում։ Նշանավոր հայրեր են դրանք Իգնատիոս Աստվածազգյացը, Պողիկարպոս Մյուրնացին, սրանք եղել են առաքյալների աշակերտը, Հովհաննես Ավետարանիչի, Պետրոս առաքյալի աշակերտները։ Դրանից հետո, այսինքն սրանք առաջին դարից հետո գալիս են երկրորդ դարի, առաջին դարից երկրորդ դարի անցումն է։ 200 թվականից հետո, երբ որ առաքելական հայրերն էլ դադարում են, այսինքն առաքյալներին տեսած եկեղեցու սուրբ հայրերի եպիսկոպոսը մահանում են, սկսում են եկեղեցու սուրբերի ժամանակաշրջանը։ Երբ որ արդեն եկեղեցիներ հիմնվում, եկեղեցական սուրբ են, սրանք արդեն օրինակ Զմյուրնացին, Մյուրոյի եպիսկոպոսը, հետո Պանկրատիոս եպիսկոպոսը եւ այսպես մի շարք հայրեր կան։ Իսկ 4-րդ դարից սկսած, երբ որ քրիստոնեական եկեղեցին հաղթահարում է, այսինքն հալածանքները դադարում են, գալիս են տիեզերալույս վարդապետները,
եկեղեցու սուրբ հայրապետները, Գրիգոր Նյուսացի, Գրիգոր Աստվածաբան, Բարսեղ Կեսարացի, եկեղեցու սուրբերի համաքրիստոնեական սուրբերին զուգահեռ հայոց հողում գալիս են հայազգի սուրբեր, դե բնականաբար մեր ամենամեծ սուրբը հայազգին Գրիգոր Լուսավորիչն է։ Օրինակ Սուրբ Հռիփսիմյանց Գայանյանց կույսերը իրանք հայն չէին, հռոմեացին, բայց մեզ համար արդեն հայացել են։ Մենք Սուրբ Հռիփսիմե Գայանի ասելով հայ ենք համարում, բայց իրականում նրանք հռոմից էին։ Հիմա երևի հռոմեացիները Գայանե Հռիփսիմե անունը չեն դնում, բայց մենք դնում ենք, որտեղ դրանք մեր սուրբեր։ Գրիգոր Լուսավորիչը իրականում Պարթև է, բայց մերն է Գրիգոր Լուսավորիչը։ Այսինքն հայազգի սուրբերի շրջանն է գալիս։ Տիեզերական սուրբերը հայոց եկեղեցում հիմնականում տոնախմբվել են մինչև Քաղկեդոնի շոհում, մինչև եկեղեցու պառակտումը։ Մենք Քաղկեդոնի ժողովից հետո եկած մի քանի սուրբեր ունենք, մի քանի խումբ սուրբեր ունենք։ Դրանք հիմնականում մեր քույր եկեղեցիներից են, օրինակ Խարիթյանք, որոնք հապեշ էին ազգությամբ, այսինքն դրանք եթովպացի էին։ Եվ այսպես մի շարք սուրբեր ունենք, որ համաքրիստոնեական սուրբերից համընդհանուր քրիստոնեական սուրբերի շարքը 5-ից 6-րդ դարը չի անցնում։ Եվ որից հետո գալիս են հայազգի սուրբերի շարքը։ Մեր վերջին տոնելի հայազգի սուրբը Սուրբ Գրիգոր Տաթևացին էր։ Դրանից հետո սրբադասվեցին Եղեռնի նահատակները։ Ինչու ենք այս բոլորը նշում մենք, որտեղ եկեղեցու համար սրբադասման կարևորագույն պայմանն է ճշմարիտ հավատքի ուղղադավանությունը։ Եվ եթե այս ուղղադավանությունը հայոց եկեղեցու կողմից ընդունված, ապահովված չի, սրբադասությունը մեզ համար դժվար է լինում, եւ մինչև վերջերս սրբադասությունը Տաթևացին էր վերջին սուրբը 1409 թիվ, դրանից հետո մինչև 2015 թվականը, պատկերացնում եք 1409-ից մինչև 2015 թվականը սրբադասում չի եղել, դա ինչքան է, բավականին երկար ժամանակ, 600 տարի գրեթե սրբադասում չի եղել, եւ այս իմաստով մի կողմից լավ է, որ հայոց եկեղեցին այդպես լուրջ է մոտենում սրբադասման հանգամանքին, մի կողմից էլ մենք պետք է ավելի խիստ մոտենանք այս հարցին բնականաբար, բայց նաև աշխատենք, որտեղ արժանի սուրբեր կան մեր եկեղեցում։ Բայց մյուս եկեղեցիներից, օրինակ այսօր տարածված բաներ կան, չէ, որ մյուս եկեղեցիները ընդունում են Նեկտարիոս, Հայր Պիո, Շարբել, այս հանգամանքը մեզ համար հաղթահարված չի, մեր համար հայ եկեղեցու սուրբեր չեն դրանք, մենք չենք սրբադասել իրենց, մենք հասկանում ենք, որ նվիրյալ անձինք են իրենց եկեղեցու կողմից խիստ ընտրված, բայց մենք չենք կարող, եւ մի քիչ էլ վտանգ կա, որ մենք Շարբելին, Սուրբ Շարբելին, Սուրբ Պիոյին կամ Սուրբ Նեկտարիոսին, Պայիսիոսին հավասարեցնենք Սուրբ Գրիգոր Նարեկացուն, Սուրբ Գրիգոր Տաթևացուն կամ Գրիգոր Լուսավորչին, Սուրբերը մեզ համար մեր հարազատներն են եւ այսպես ապահով է ավելի։ Եթե կսրբադասվեն, մենք էլ ճիշտ մոտեցում ցույց կտանք եւ կարծեմ թե մենք շատ ունենք սրբադասելու սուրբեր, կարիք չունենք մենք ոչ օտար որևէ բան մեր գիտակցության մեջ, մենք որևէ մեկին չենք դատապարտում
եւ որևէ մեկին էլ չենք գերադասում։ Թող լինեն մեզ հոգեհարազատ մեր եկեղեցու կողմից սրբադասված, մենք էլ իրենց բարեխոսությունը կխնդրենք, քանի դեռ չեն սրբադասվել մեր եկեղեցի կողմից, մենք չենք կարող իրենց բարեխոսությունը խնդրել։ Ամեն։